24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք աշխարհի վերաձևավորման, վերադասավորման մասին, սպասվում են կրկին հանդիպումներ Թրամփի, Պուտինի միջև, Զելենսկին նշել է, որ ցանկանում է, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի, պատրաստ է այդ օգտակար հանածոների համաձայնագիրը ստորագրել, ինչ զարգացումներ կարող են լինել, ինչ վերադասավորումների մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ այդ վերադասավորումների տրամաբանությունը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ ըստ էության արևմտյան հիմնականում էլիտաների մեջ լուրջ պայքար սկսվեց լիբերալ ուժերի եւ պահպանողականների միջև եւ որի արդյունքում այսպես կոչված, ինչպես ասում են, խորքային պետությունը որոշում ընդունեց, որ այլևս լիբերալ գործիքակազմերով այլևս չի լինում կառավարել աշխարհը, այսպես ասենք, լիբերալ գործիքակազմերով, որի հիմնական ասպարեզը դա գլոբալիզմն է, այսպես ասենք, ասպարեզը կամ նույնպես գործիքակազմը։ Այս առումով այն ինչ որ տեղի ունենում այսօր աշխարհում, այդ մենք ըստ էության նոր աշխարհի նոր վերաձևավորման փուլի մեջ ենք։ Այսինքն այդ փուլի ռազմական ֆազան, որը որ սկիզբ դրվեց, ուրեմն ես նույնիսկ չէի ասի 22 թվականին, այլ նույնիսկ երևի թե 14 թվականից սկսած Ուկրաինայի շուրջ, Ռիմի շուրջ այդ իրադարձություններից սկսած, բայց իհարկե ամենաթեժ ֆազան դա 22 թվականի փետրվարի 22-ին սկսվեց, իսկ սկսվեց այն պատճառով, որ աշխարհի նոր վերաձևավորման խաղաղ եղանակը չաշխատեց։ Եվ սովորաբար, երբ նման եղանակները չեն աշխատում, երբ չի լինում պայմանավորվելով ինչ-որ հարց լուծել, սովորաբար դա վերածվում է կռվի կամ պատերազմի եւ այլ եւ այլ։ Հիմա ես կարծում եմ այն բանից հետո, երբ Տրամփը եկավ իշխանություն կամ Տրամփին բերեցին իշխանության, այն ուժերը, որոնք իրար մեջ պայմանավորվել էին, այդ թվում խորքային մակարդակով, խորքային պետության կամ պետությունների մակարդակով, հիմա այս ֆազան, վերաձևավորման ֆազան, աշխարհի վերաձևավորման ֆազան տեղափոխվում է բանակցային փուլ։ Վերջնանպատակը ո՞րն է։ Վերջնանպատակը դա ըստ էության նոր խաղի կանոններ սահմանելն է աշխարհի հիմնական ուժային կենտրոնների միջև եւ երևացող եւ խորքային ուժային կենտրոնների միջև ազդեցությունների գոտիների վերաբաժանումն է, նոր վերաբաժանումն է, այսինքն այն համակարգը, որը գոյություն ուներ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը որ ըստ էության փլվեց խորհրդային միության գլոբալ առումով, հա, փլուզվեց խորհրդային միության այդ սառը պատերազմի պարտությունից հետո, հիմա դրանից հետո ուրեմն միաբևեռ աշխարհ ձևավորվեց, հիմա նոր փուլ է սկսվում, երբ բազմաբևեռ աշխարհի մասին է խոսքը, բայց եթե կան բազմաբևեռ աշխարհ եւ կան տարբեր բևեռներ, ապա այդ բևեռները պետք է իրար մեջ փորձեն կամ պատերազմով կամ բանակցությունների միջոցով պայմանավորվեն, սա իմն է, սա քոնն է, սա ոչ իմն է, ոչ քոնն է, այստեղ այսինքն կարող ենք համատեղ ինչ-որ բաներով զբաղվել, գործով զբաղվել, բիզնեսով եւ այլ եւ այլ։ Հիմա Տրամփին կհաջողվի այդ ծրագիրը իրագործել։ Գիտեք, Տրամփը դա ոչ միայն աշխարհաքաղաքական գործոն է, այլ նաեւ գեոտնտեսական գործոն է, այսինքն գործիքակազմերը, որը Տրամփը փորձում է ներդնել միջպետական հարաբերություններում կամ բևեռների միջև հարաբերություններում, նաև շատ մեծ մասով տնտեսական են, բիզնես են, այսինքն եկել է մի մարդ, նորից վերադարձել է իշխանության մի մարդ, որը որ հարցերը փորձում է լուծել բիզնեսային տրամաբանությամբ, բիզնեսմենի տրամաբանությամբ, որտեղ շատ մեծ կարևորություն է տրվում անձնական շփումներին։ Դա զուտ բիզնեսային, հա, հիմնականում մոտեցում է անձնական կապերին, անձնական հարաբերություններին, մարտավարությունը կարող է տարբեր լինել։ Հիմա Տրամփը դուք տեսաք, որ առաջին իսկ 40-45 օրվա ընթացքում
փորձեց շատ հարցեր լուծել, բավականին, այսպես ասենք, ահռելի բարձր տեմպ է տրվել այդ ամեն ինչին։ Հիմնականում խնայողություններ է կարծես ուզում անել, փակում է շատ պես ծրագրեր, ֆինանսավորումների հետ կապված, այն ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այնտեղ բավականին տարբեր վեկտորներով է այդ ամեն ինչը տեղի ունենում, սկսած հումանիտար ոլորտից, հումանիտար, վերջացած տնտեսական ոլորտով կամ քաղաքական ոլորտով, այնտեղի բյուրոկրատիայի համակարգային ջարդ է տեղի ունենում, լավ իմաստով համակարգային ջարդ, դրա մասին ինքը խոսեց նաև օրերս կոնգրեսում իր ուղերձում, որտեղ բավականին զվարճալի նաև թվեր էր տալիս, թե փողերը ինչպես են, կոռուպցիոն ինչպիսի գործարքներ են եղել, բյուրոկրատական ապարատի բարքերի մասին եւ այլն այս առումով, այսինքն այնտեղ, բայց հիմնականում գաղափարական համակարգի ջարդ է տեղի ունենում, այսինքն նորից եմ ասում, լիբերալ համակարգը փոխարինվում է եւ շատ արագ փոխարինվում է պահպանողական համակարգով, հակագլոբալիստական համակարգով։ Դա վերաբերում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Հիմա երբ Զելենսկու հետ այդ պատմությունը եղավ, Զելենսկու հետ, ըստ էության դա դեռևս հին աշխարհակարգի, լիբերալ գլոբալիստական արևմուտքի կամ աշխարհակարգի մի ներկայացուցիչի, ուրեմն դեմարշի փորձներ աշխարհում ամրապնդվող նոր աշխարհակարգի դեմ։ Այսինքն Զելենսկին այստեղ զուտ, այսպես կարող եմ ասել, ամենայն հարգանքով, այսպես ուկրաինական ժողովրդին, բայց գործիք էր տվյալ պարագայում, այսինքն Բայդենի ձեռքում։ Գիտեք, Բայդենն էլ է այդ համակարգի ներկայացուցիչ, բայց տվյալ դեպքում, քանի որ այդ դիմադրության, պահպանողականության հանդեպ դիմադրողականության օջախը դա Եվրոպայի մի մասն եմ ասում, որովհետև այնուամենայնիվ Եվրոպայում, Միացյալ Եվրոպայում մենք տեսնում ենք, որ կան բավականին պրոտրամպյան, այսպես ասենք, օջախներ, որոնք նույնիսկ նախորդ վարչախմբի օրոք, Բայդենի օրոք, իրենք սպիտակ ագրավ էին, այսպես ասենք, Եվրամիության մեջ այդ եվրոպական բյուրոկրատիայի դեմ պայքարում էին, ասենք, Օրբանը, Սլովակիայի վարչապետը եւ այլն, այս առումով։ Այդ իսկ պատճառով դա ես կարծում եմ գրեթե վերջի կռիվն էր հին համակարգի նորի դեմ, այդ Զելենսկի Սպիտակտան, որ հանդիպում եղավ, այդ օվալ այդ բանը աշխատասենյակում, Զելենսկու եւ Տրամպի եւ Վենսի միջև պայքարը, որի արդյունքում գիտեք Եվրոպան իհարկե տեսեք, այս Եվրոպան ըստ էության ուղարկեց այնտեղ Միացյալ Եվրոպայի բյուրոկրատիան, այսպես ասեմ, իդեմս բրյուսելյան բյուրոկրատիայի եւ հիմնականում Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, որովհետեւ Գերմանիան այսօր ցավոք սրտի, ես կասեի, այն ուժը չունի, որպեսզի շարունակի մնալ Միացյալ Եվրոպայի քաղաքական հիմնական ուժը, շարժիչ ուժը, ինչպես մինչև հիմա եղել։ Հիմա կարծես թե այդ դոմինանտ դերը փորձում են պահպանել կամ ստանձնել ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև Brexit-ի ենթարկված, Brexit իրականացրած Մեծ Բրիտանիան, բայց իրենց ռեսուրսը բնականաբար չի երիքում, որովհետև այնուամենայնիվ արևմուտք ասելուց, արևմուտքը ունի իր գեգեմոնը, իր առաջնորդը, դա ավանդական եւ ռեսուրսային եւ քաղաքական, ռազմաքաղաքական առումով դա Միացյալ Նահանգներն են։ Առավելևս, որ Միացյալ Նահանգները նաև կարծում եմ որոշակի հարցեր արդեն ունեն ոչ միայն Միացյալ Եվրոպայի, այսօր ֆորմալ Միացյալ Եվրոպայում գտնվող երկրների հետ, մասնավորապես նաև Ֆրանսիայի հետ, մենք տեսնում ենք նույնիսկ չեն դիմավորում են եւ այլն, այլ նաև կարծում եմ Մեծ Բրիտանիայի հետ, որը որ ավանդաբար համարվում էր թերևս դարերով արևմտյան աշխարհի ստվերային ուղեղը, ես կարծում եմ, որ հիմա Միացյալ Նահանգներում այն ադմինիստրացիան, որ եկել է, եւ այն ուժերը, որոնք այդ ադմինիստրացիայի հետևում կանգնած են, այն գաղափարական ուղղությունը, որը որ հիմա իշխում է Միացյալ Նահանգներում, իրենք համաձայն չեն այդ դերի հետ, որ ասենք Մեծ Բրիտանիայում կարող է լինել արևմտյան աշխարհի կամ աշխարհի ստվերային ուղեղը,
իսկ գործիքը լինել, ասենք, Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ այդ դերի հետ այլևս Միացյալ Նահանգները այնքան էլ համաձայն չեն։ Եվ երբ Զելենսկին Տրամպի հետ կոնֆլիկտից հետո այդ տեսարանից հետո միանգամից մեկնեց Մեծ Բրիտանիա, իրեն դիմավորեցին, ինչ ասացին, գիտեք ինչ, տղա ջան, մենք քեզ շատ ենք սիրում, շատ ենք հարգում, ընդունում ենք քո դիրքորոշումը, բայց գիտես, եւ կօգնենք ինչ որ կկարողանանք ամեն մեկս, բայց պետք է պայմանավորվես Տրամպի հետ։ Եվ ըստ էության Եվ փաստորեն դրա համար է Զելենսկին ասում, որ պատրաստ է պայմանագիր կնքել այդ շատ լավ հասկանում է Զելենսկին, այո, ամեն ինչ հասկանում է, որ ամեն դեպքում ինքը առանձնապես հավասար այլընտրանք Միացյալ Նահանգներին չունի եւ համենայն դեպս այն մեսեջները, որ ուղարկում է հիմա Տրամպին եւ ուղարկում է Տրամպին, ցույց են տալիս, որ այսպես ասենք ինքը ընդունում է այդ կրոնը, նոր կրոնը, բայց այլ հարց է, որ ես կարծում եմ ինքը կփորձի ընդունել այդ կրոնը, բայց ամեն դեպքում ինքն էլ դուրս գրած ֆիգուր է, որովհետև Տրամպը բառացիորեն մի քանի օր առաջ, դեռևս միջև այդ Զելենսկու հերթական վերադարձը շրջանս յուր փորձը, ասաց, որ նրանք ովքեր որ դեմ են խաղաղությանը, նրանք շատ արագ, այսպես ասենք, հեռանալու են, ուղղակիորեն դրա մասին ասվեց։ Ես կարծում եմ, որ կստորագրվեն ամեն ինչը, եւ այդ մետաղների հետ կապված հարցը, որը որ ես կարծում եմ ավելի շատ թեպետ տնտեսական բնույթ ունի, տնտեսական կոնտենտ ունի ինքը իրենով, բայց ավելի շատ ինքը այդքան է շահեկան չէ ԱՄՆ-ի համար։ Դե շահեկան չէ, որովհետեւ համեմատական կարգով։ Դժվար է ասել որքանով է շահեկան, որքանով շահեկան չէ։ Քաղաքական է։ Իհարկե, դա քաղաքական բան է, դա այն պատրվակն է, որով Միացյալ Նահանգները, այսպես ասենք, պետք է կամ մնան Ուկրաինայում, կամ չպետք է մնան։ Այսինքն Միացյալ Նահանգները իրենք ինչ են ասում այսօրվա Տրամպի վարչախումբը։ Ինքը ասում է մենք ռազմական ներկայություն մտադրություն չունենք այդտեղ ունենալու, ռազմաքաղաքական առումով այն դասական տեսքով, որ փող ենք տալիս, զենք ենք տալիս, դրանով չենք շարունակելու, բայց եթե մենք պայմանավորվում ենք տնտեսական համագործակցության շուրջ, այդ թվում նաև այդ մետաղների շուրջ, այդ ռեդկազի մելնի մետալի, այն ինչ որ կոչվում է հայերեն, չգիտեմ ոնց է կոչվում, հազվագյուտ հանածոների, ճիշտ էլի, հա, ճիշտ տարբերակը ինչպես է կոչվում, բայց դրանց շուրջ եթե պայմանավորվում ենք, այսինքն Միացյալ Նահանգները տնտեսական հետաքրքրությունները հանածոների համատեղ արդյունանման այդ հազվագյուտ հանածոների հետ կապված, եթե գալիս ենք համաձայնության եւ տնտեսական համագործակցություն ենք սահմանում Ուկրաինայի հետ, ապա դա ամենալավ երաշխիքն է, որ Միացյալ Նահանգները իրենց շահերը, թեկուզ իրենց շահերի պահպանությունից ելնելով, իրենք անվտանգությունը ապահովելու են Ուկրաինայի, առավելևս որ նաեւ համապատասխան պայմանավորվածություն է լինելու Պուտինյան Ռուսաստանի հետ։ Այսինքն այն անվտանգային երաշխիքները, որի մասին անընդհատ շեշտադրում էր Զելենսկին, կյանքի կկոչվի ամեն դեպքում։ Կյանքի կկոչվի, բայց կարծում եմ առանց Զելենսկու արդեն, որովհետև կարծես թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները, այսինքն թե Պուտինը, թե Տրամպը եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայում պետք է լինեն ընտրություններ, որ այդ համաձայնագիրը, որը ստորագրվելու է, Միացյալ Նահանգների մասնակցությամբ կամ մոդերատորությամբ, որովհետև կարծես թե այլ կենտրոնների մտադրություն չկա թույլ տալ սեղանի շուրջ, թեպետ Եվրոպան, Միացյալ Եվրոպայի բյուրոկրատիան ցանկություն ունի մասնակից լինելու, Զելենսկին էլ ունի, բայց ամենայն դեպս կարծես թե Միացյալ Նահանգները առանձնապես ցանկություն չունեն, բացի իրենցից որպես արևմտյան աշխարհի երաշխավոր եւ հիմնական ուժ թողել որևէ մեկին, որովհետեւ թե Տրամպը եւ թե Պուտինը կարծես թե ուզում են պայմանագիր կնքեն ապագա Ուկրաինայի լեգիտիմ ղեկավարի հետ այդ իսկ պատճառով։ Ես կարծում եմ ինչ որ բան կստորագրվի, իհարկե բանակցություն է, այնտեղ բանակցությունը դա միշտ ինչ որ սակարկություն է ամեն դեպքում։ Այսինքն ոչ ընդհանրում է որ ավելի շատ Ուկրաինայի ոչ միայն սակարկություն է, այլ նաև գիտեք, այսպեսի հասկացություն կա, չէ, դեմքը պահպանելու
ինչ-որ տարբերակներ պետք է թողես, այսինքն որևէ մեկին այնքան էլ ձեռ չի տալու, որպեսզի ուղղակիորեն ինչ-որ մեկը ջախջախիչ հաղթող լինի, մեկը ջախջախիչ պարտված լինի, այդ իսկ պատճառով, այսպես ասեմ, կգտնեն ձևը, որպեսզի ինչ-որ զիջումների միջոցով, ոչ կրիտիկական զիջումների միջոցով, կարծում եմ նաև Ռուսաստանի կողմից, ինչ-որ զիջումների միջոցով պահպանեն դեմքը նաև ուկրաինական ժողովրդի, ուկրաինական պետության կամ այն կազմավորման, որը որ կմնա որպես Ուկրաինա, բայց ոչ Զելենսկու, ես կարծում եմ։ Եվ այս ամենը ինչ հետևանքներ կունենա Հարավային Կովկասում, դուք ինչ կանխատեսումներ ունեք, Ռուսաստանի դերի այսպես գերակայության մասին է խոսվում հիմա։ Առայժմ կարծես թե Միացյալ Նահանգները համենայն դեպս Հարավային Կովկասի վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում չունեն։ Ավելին ձեզ ասեմ, առանձնապես շատ հստակ դիրքորոշում չէր ձևակերպված նաև Տրամպի առաջի նախագահության շրջանում, այսպես հստակ կոնցեպտ, որը որ բխում էր հենց Հարավային Կովկասի բանից անցուդարձից կամ Հարավային Կովկասի գոյությունից ելնելով։ Հարավային Կովկասը ավելի շատ կարծես թե Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում էր որպես մեծ ռեգիոնի մի մաս։ Պլացդարմ կարող է լինել, ասենք կարող էր լինել, ասենք Իրանի հետ հնարավոր կոնֆրոնտացիայի պարագայում այս կամ այն երկրի տարածքի օգտագործման առումով եւ այլը, բայց ասել, որ օրինակ նախորդ ժամանակաշրջանում Տրամպի ադմինիստրացիան շատ հստակ կոնցեպտ ուներ, օրինակ Հայաստանի մասով, ես օրինակ չէի ասի այդպես։ Հիմա դեպքում ինչ է լինելու։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց դրա համար էր այդ տենց հապճեպ ինչ-որ մի բան կազմակերպել էին, գնացել էր Միացյալ Նահանգներ, այնտեղ ինչ-որ հանդիպումներ էր ունենում անհասկանալի շրջանակների հետ կամ ոչ առաջի լեվելի շրջանակների հետ, դե գիտեք, ինչ-որ անհասկանալի մի բան շոու կազմակերպվեց, նկարվեց Վենսի հետ, այդպես էլ չհասկացանք ի վերջո ով նկարեց, երբ նկարեց, ինչի կապակցությամբ եւ արդյոք Վենսը հասկացավ, որ ինչ-որ մեկի հետ նկարվել է, դատելով են, որ որևէ պաշտոնական եւ ոչ պաշտոնական ինֆորմացիա նույնիսկ TikTok-ում գոյություն չունի, Վենսը, որ այդպիսի մարդու հետ Նիկոլ Փաշինյան կոչ անուն ազգանունը։ Խոսում են մասի, որ Հայաստանի հետ կապված առասարակ հետաքրքրություն Այո, ես կարծում եմ դա նույնպես սիմպտոմ է, որ առայժմ Հայաստանի հետ կապված որևէ լուրջ հետաքրքրություններ չկան, բնականաբար կան երևի թե որոշակի ծրագրեր Հարավային Կովկասի այլ երկրների հետ, քանի որ Վրաստանը երկար ժամանակ այսպես ամերիկյան քաղաքականության հետաքրքրությունների շրջանակում էր, իսկ Ադրբեջանը որպես տնտեսական գործոն առնվազն միշտ էլ հաշվի է առնվել Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, առավել ևս նաև հաշվի առնելով, որ Տրամպը որոշակի կապեր ուներ նաև ադրբեջանական բիզնես շրջանակների հետ առնվազն։ Իսկ հիմա այս առումով ես կարծում եմ, հիմա ես մոտենում եմ այդ հարցին, ես կարծում եմ, որ եթե այդ աշխարհի նոր վերաբաժանման մեծ գործընթացը լինի, հիմնականում Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան այս եռանկյունում, հիմնականում եմ ասում, այսինքն աշխարհաքաղաքական որպես կենտրոններ, չեմ բացառում, որ Հարավային Կովկասը կարող է որպես սակարկության մի տենց գործոն կամ տարածք դիտարկվել իօքուտ, այսինքն որը կարող է տրվել վերադարձվել Ռուսաստանին, նույնիսկ ոչ այդքան Ռուսաստանին, այլ ուղղակիորեն կարող է ասվել, որ այդ տարածաշրջանը Միացյալ Նահանգների հետաքրքրությունների շրջանակում են, բայց ոչ այնքան, որպեսզի համարվեն ոչ զիջելու տարածք։ Այսինքն ես ավելի շուտ կարծում եմ, որ կարող է հայտարարվել, որ գնացեք ռեգիոնալ բաների Ռուսաստանին կարող է հայտարարել, որ մենք այդտեղ չկանք, մենք այդտեղից դուրս ենք գալիս կամ համենայն դեպս մեծ հավակնություններ չունենք, գնացեք պայմանավորվեք ռեգիոնալ մյուս խաղացողների հետ, որոնք հետաքրքրվածություն ունեն, օրինակ Հայաստանի հետ Այդ դեպքում ինչ է լինելու։ Թուրքիայի եւ Իրանի հետ գնացեք մի խոսքով պայմանավորվեք այն Թուրքիայի հետ իմիջիալոց Ռուսաստան, որին դու ես թողել 20 թվականին այդքան մոտիկ Հայաստանին, այսպես ասենք։
ժամանակին։ Ես կարծում եմ, որ եթե հիշում եք, որ Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտգործնախարարի եւ պետքարտուղարի գլխավորությամբ այդ պատվիրակության հանդիպումներից հետո Լավրովը միանգամից այցելեց Թուրքիա, Ֆիդանի հետ հանդիպեց, արտգործնախարար եւ գնաց Իրան, նախագահի հետ հանդիպեց։ Կարծում եմ, որ չեմ բացառում, որ արդեն իսկ այդ հանդիպման ժամանակ, որ Սաուդյան Արաբիայում եղել, ժամերով են հանդիպել, չեմ կարծում, որ միայն Ուկրաինայի հարցն են լուծել, դե իրար փոխհարաբերությունների հարցեր են լուծել, գիտեք, հիմա արդեն վերադառնում են դեսպանները եւ այլն, այսինքն մթնոլորտ պետք է սկզբից ձևավորեին կամ ինչ-որ բաներ, շփումների հարթակ պետք է ձևավորես, որ նոր պայմանավորվես։ Ես կարծում եմ արդեն խոսակցություն եղել է մեր ռեգիոնի մասին եւ չեմ բացառում, որ Լավրովը կամ եկել է ճշտի նաեւ Թուրքիայի կարծիքը եւ Իրանի կարծիքը այն բանի շուրջ, որի շուրջ իրենք գուցե նախնական խոսակցություն են ունեցել Միացյալ Նահանգների հետ, կամ լինելու է այդ խոսակցությունը եւ փորձում էր հասկանալ, ինչպես ասում են, ճշտել սլակները, թե յուրաքանչյուրը ինչ շահեր ունի, ինչ հետաքրքրություններ ունի, որպեսզի Ռուսաստանը կարողանա երևի թե համադրի իր շահը նրանց հետ։ Այս առումով ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ առհասարակ, եթե ոչ ամբողջ նախկին խորհրդային տարածքը, դե պարզ է խոսքը չի վերաբերում մեծ բարձիկայի մասին, ապա ամբողջ յետխորհրդային տարածքը, որպես այդպիսին, Միացյալ Նահանգների հետաքրքրությունների բնականաբար նորից եմ ասում գոտում է գտնվում, բայց ոչ կենսական նշանակություն ունի եւ այդ պարագայում գուցե դա սակարկելի կոնգլոմերատ է տարածք է Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հնարավոր է հենց տարածաշրջանում սկսվի արդեն խոշոր պետությունների մեջ այդ լարվածությունները, նաև Ռուսաստան, Թուրքիա կամ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, այստեղ զարգացումներ ընթանան։ Գիտեք, եթե աշխարհաքաղաքական հիմնական ուժային կենտրոնները իրար հետ պայմանավորվեն, իսկ պայմանավորվել դա նշանակում է, որ այնուամենայնիվ յուրաքանչյուրը ունի իր դաշնակիցները, յուրաքանչյուրը որոշակի հետաքրքրություններ ունի, թեկուզ բիզնեսային հետաքրքրություններ ունի կամ ավանդույթներ ունի տարբեր երկրների հետ, յուրաքանչյուրը փորձելու է այնպեսի պայմանավորվածություն ձեռք բերել, ասենք գերտերություններ այնպեսի, որը որ հաշվի հնարավորինս հաշվի առնվի նաև իր պարտներների երբեմն դաշնակիցների շահերն էլ։ Հիմա ես դրա մասին էի ասում, որ ռուսները միանգամից այդ Լավրովը այդ հանդիպումից հետո Սաուդյան Արաբիայում եկավ տարածաշրջան եւ այսինքն ոչ թե գնաց օրինակ Եվրոպա կամ չգիտեմ Աֆրիկա եւ այլը, այլ հենց Թուրքիա եւ Իրան, այսինքն կարելի է ենթադրել, որ այդ թեման արդեն ակտուալ է, արդեն իսկ ակտուալ է մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասի տարածաշրջանը եւ գուցե ավելի մեծ առումով նաեւ մերձավոր արևելքի այս մի հատվածը գուցե արդեն քննարկման թեմա է դառը։ Հիմա եթե իրենք իրենց բանակցություններում, ասենք Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը չկարողանան վերաբաժանում անեն, որը որ քիչ թե շատ ընկալելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, այդ փոքր միավորների կողմից, պետությունների կողմից, այլ պետությունների կողմից, ապա այո, կարող է ինչ-որ բաներ լինել, բայց ես ենթադրում եմ, որ եթե պայմանավորվածություններ լինեն, ապա նոր վերաբաժանումը տեղի կունենա եւ չեմ կարծում, որ դա կբերի համենայն դեպս շատ մեծ լարումների։ Այսինքն համաձայնության բոլորը կընդունեն դա որպես իգիտություն, կփորձեն տեղավորվեն հիմնական պայմանավորվածությունների, այդ մեծ պայմանավորվածությունների շրջանակում։ Միշտ այդպես է եղել, միշտ այդպես կա եւ ես կարծում եմ միշտ այդպես է լինելու է։ Նաեւ շատ ակտիվ է ներքաղաքական կյանքը, ընտրությունների են պատրաստվում, Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է իր նախընտրական այսպես քարոզչությունը, ամենօրյա ռեժիմով տեսնում եք, որ հաշվետվություններ է ներկայացնում, թե ինչ է գողացված եղել պետությունից եւ նա վերադարձնում է, թե ինչ բակեր, դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգվում եւ այլն։ Նաեւ տեսնում եք ընդդիմության ներսում զարգացումներ են ընթանում, ընտրությունների է պատրաստվում, մի ուժը մյուս ուժը հակասություններ ունի այս առումով, կարծում եմ, որ պետք է փողոցային պայքար ծավալել դեռ 1 տարուց ավել կա։ Ամեն դեպքում ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում։ Ներքաղաքական կյանքում ես կարծում եմ անկախ նրանից թե
յուրաքանչյուր քաղաքական ուժ իշխանություն կլինի թե ընդդիմության տարբեր հատվածներ, ինչպես են պատկերացնում այսպես զարգացումները, բոլորը պատրաստվում են իշխանափոխության կամ իշխանության պահպանման գործընթացներին։ Բնականաբար իշխանությունը փորձում է բոլոր ճանապարհներով պահպանել իշխանությունը եւ եթե դա հնարավոր է ընտրական եղանակով, այսինքն ձգել միջև որևէ ընտրություն կամ արտահերթ ընտրությունների միջոցով։ Կարծես թե ուզում են ձգել, արտահերթի մտադրություն չունեն։ Շատ դեպքերում իրենցից կախված չի լինում, շատ դեպքերում, թեպետ շատ դեպքերում նաև իրենք են նախաձեռնում, լինում են այդպիսի բաներ, մեր այս պատմության մեջ էլ ա եղել, չէ՞, վերջի 7 տարվա պատմության մեջ արտահերթ ընտրություններ, այսինքն ես չեմ կարծում, որ այն ժամանակ էլ իրենք այդքան շատ էին ուզում, որ արտահերթ ընտրություններ լինել, ուղղակի երկրի իրավիճակը, պատերազմներ եւ այլ տրամադրությունները երկրում եւ ստիպեցին։ Հիմա էլ ոչ ոք չի կարող ասել, այո, ես կարծում եմ իրենք գուցե ցանկություն չունեն այդպիսի բան։ Եվ կա ընդդիմության ուրեմն հատվածը, որը որ ոչ թե ինքը հակառակը ուզում է իշխանությունը փոխել ամեն դեպքում, եւ կան երևի թե տարբեր մոտեցումներ, ոչ թե երևի թե այլ դա ակնհայտ է, ընդ որում դա այդ դիսկուսը նոր չէ, դեռևս 21 թվականից դրա մասին խոսվում էր, մի հատվածը ասում էր պետք չի մասնակցել ընտրություններում կամ ընտրականով չէ, պետքա փոխել, մյուսը ասում էր չէ, փողոցով է պետք փոխել եւ այլ, այսինքն ուզում եմ ասեմ, այս դիսկուսը դեռևս 21 թվականի ընտրություններից առաջ գոյություն ուներ եւ հիմա այդ եթե որպես ֆորմալ առիթ բանավեճի համարենք այդ դիսկուսը, ապա դա պահպանվել է առհասարակ, բայց եթե ավելի գլոբալ խոսենք, ես կարծում եմ այն երևույթները, որ մենք տեսնում ենք, այդ թվում նաեւ ներընդդիմադիր պայքարի սառը պատերազմի, ասենց այսպես ասեմ, երբեմն բավականին թեժացող պատերազմի տեսքով, դա այս ընտրական տրամաբանության մեջ է, ընտրական ոչ թե ուզում եմ ասեմ, որ անպայման ընտրություն պետք է լինի, այլ չի կարող փողոցով լինել, այլ իշխանափոխության անհրաժեշտության տրամաբանության մեջ է, յուրաքանչյուրը ըստ էության երևի թե իր ռեսուրսը այդպես է գնահատում։ Հիմա շատ են չէ խոսում, ով ինչ ռեսուրս ունի, յուրաքանչյուրը երևի թե գնահատում է, մեկը գնահատում է, որ ունի փողոցով իշխանափոխություն անելու ռեսուրս, մյուսը ասում է, որ այնքան ռեսուրս ունի, որ կարող է նաև ընտրությամբ այդ ամեն ինչը։ Այսինքն իրատեսական են համարում իշխանության գալը։ Բայց նաև այս սրությունը, այս ֆազան, այս սրության, որով պայքարում են նաև ընդդիմադիր դաշտում, ցույց է տալիս, դա բավականին մտահոգիչ սիմպտոմ պետք է լինի իշխանության համար, որ ասենք հենց հիմա հանկարծ այսպես ընդդիմություն ներընդդիմադիր լարվածություններ առաջացան, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը։ Այսինքն սա պետք է մտահոգի իշխանությանը, սա նշանակում է, որ ընդդիմությունը իր գնահատականներում ռեալ շանսեր է տեսնում, որ այսօրվա իշխանությունը այլևս ռեսուրս չունի, եթե սրանք գոնե ընդդիմադիրները իրար մեջ վիճում են ով ինչ ռեսուրս ունի, հա, հարցեր են տալի ով ինչ ռեսուրս ունի, որն է այս ռեսուրսը եւ այլն, իրենք գնահատում են, որ իշխանությունը այլևս ռեսուրս չունի, որպեսզի այդ իշխանությունը պահի, որովհետեւ այդ ռեսուրսը ձևավորվում է եւ դրսի ռեսուրսով, այդ աշխարհակաղակական կոնսենսուս կարծես թե արդեն գոյություն չունի, իշխանությունը պահելու առումով, ներսում ռեսուրս չկա, դա վաղուց մենք դա արձանագրել ենք, առանձնապես ռեսուրս չկա, ես չեմ համարում շատ լուրջ ռեսուրս, այն 3 կամ 4000 կարմիր բերետավոր եւ այլը, որովհետեւ դա ռեսուրս է, երբ դե մտ բան չկա, խաղացող չկա, հենց խաղ է լինում, դա ռեսուրս չի, ու դեռ մեծ հարց է այդ ռեսուրս կոչեցյալ այդ կարմիր բերետավորները, եթե իրավիճակում փոփոխություն լինի, որ կողմում են լինելու։ Այսինքն իշխանությունը ուրախանալու փոխարեն պետք է մտահոգի։ Դա նշանակում է, որ ընդդիմությունը գնահատում է, որ իշխանությունը այլևս ռեսուրս չունի իշխանությունը պահելու եւ ժամանակն է եւ ըստ էության հիմա պայքարը գնում է ապագա իշխանություն դառնալու համար, ոչ թե ընդդիմության լիդեր դառնալու կամ պահպանելու համար, այլ իշխանության հաջորդ իշխանություն դառնալու համար հիմա գնում է ըստ էության ռեալ, կարծում եմ, ռեալ պայքար կարող է լինել, որը որ տարբեր հանգամանքներից ելնելով կարող է շատ ավելի իրական լինել, ընդհանրապես ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ աշխարհաքաղաքական այսօրվա
կոնյունկտուրայի պայմաններում, երբ Միացյալ Նահանգները եւ ռուսները իրար հետ կարող են լեզու գտնել նոր աշխարհակարգի շուրջ, խաղի նոր կանոնների շուրջ, նոր գաղափարական գոյատևման շուրջ, հնարավորության որոշակի պատուհան է բացվել Հայաստանում իշխանափոխության համար։ Եվ ես կարծում եմ, այնինչ մենք տեսնում ենք հիմա ներքին քաղաքական դաշտում, դա այդ տրամաբանության մեջ է տեղավորվում, դրսևորումները դա այլ հարց է։ Սա արդեն այն դեպքն է, եւ ինչպես բանն է ասում, մեր դասականները ասում, ես համենայն դեպս ցանկություն չէի ունենա մտնել մատի եւ մատանու արանքը, հա, այս պարագայում։ Ես կարծում եմ, սա ժամանակավոր բան է, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Կարծում եք արտաքին նաև միջամտություն կլինի իշխանափոխության կամ նման պահանջ կհասունանա։ Եթե նույնիսկ ուղղակիորեն իշխանափոխության արտաքին միջամտություն չլինի, ուղղակիորեն, հա, ինչպես գոնե աջակցություն չի լինի։ Եթե աջակցություն չկա, կամ մենք դրա մասին ենք խոսում, կարծես թե այդ աշխարհակական կոնսենսուսը 21 թվականի, ես առնվազն 21 թվականի եմ ասում, որովհետև 18 թվականի մասին էլ ինչ-որ բաներ կարելի է մտածել այդ ուղղությամբ, 21 թվականի աշխարհակական կոնսենսուսը կարծես թե արդեն չկա, իսկ դա նշանակում է, որ չի լինի այն աջակցությունը, որը որ միշտ կար, այն աչք են փակում շատ տարբեր այդ երևույթների, բռնությունների, չգիտեմ, պրոցեսների վրա եւ այլը, դա արդեն իսկ պատուհան է, որպեսզի ներքին քաղաքական զարգացումներում լինեն փոփոխություններ եւ գոնե դրսից խանգարողներ չլինեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։